Ողջույն հարգելիներս, ուզում ձեզ ցույց տամ իմ աշխատանքային էտապից մեկը, թե ինչպես է ճիշտ հաշվել, որ հաստատ իմանաք, թե որքան կտոր է ձեզ անհրաժեշտ, հաշվի առնելով իհարկե կտորի լայնությունը։ Այստեղ իմ մոտ կտորը 1.70 է լայնքը, դրա համար իմ կտորին տեղավորվել է, այդպես ասեմ, դա, այստեղ տեսնում եք, ահագին տարածք կա, 2 տակ է ծալված իմ կտորը, այս հատվածում ծալք է, ես տեղադրում եմ միայն սլակների ուղղությամբ, սա հենքի թելի ուղղությունն է, այն պետք է լինի ճիշտ տեղադրված, իսկ մենք չենք կարող հարմարացնել, ձևենք ոնց ուզում ենք, միայն թե լինի օրինակ տեղավորվի մեր կտորի վրա, այդպես չենք կարող, տաբատը պետք է պահպանվի պարտադիր սլաքի ուղղությունը, հակառակ դեպքում ձեր ձևածքը կունենա դեֆեկտ եւ ինչ էլ անեք դա չի շտկվի, այսինքն ձեր մոտ ոտքերը կամ այսպես կպտտվեն առաջ կամ ընդհակառակը կարերը կպտտվեն հետև։ Դրա համար սրանք պարտադիր պահպանվում են, եթե նույնիսկ այստեղ կտորի ծախս է լինում եւ այլը, դա պետք է մեր ձևածքի համար, որպեսզի չփչացնենք։ Եթե կան առանձին դետալներ, հաշվի ենք առնում բոլոր այդ դետալները իրենց հենքի թելերի ուղղության այդ ուղղությունները, որտեղ եթե օրինակի համար սա գունաշերտ կտոր է, ձևենք հակառակ ուղղությամբ, իսկ այստեղից երևալու է հիմնական կտորից հատված, գրպանացուի մշակման համար է սա, այս գրպանացուի, չենք կարող, այսինքն մենք պետք է պահպանենք միայն այս ուղղությունը, հենքի թելի ուղղությունը դա մեր կտորի, այս կայման որ կա, այս եզրի ուղղությունն է։ Եթե մեր տաբատի լայնքը չի բավարարում մեր դետալները տեղադրելուց հետո տեղ չի լինում, դրա համար այս բոլոր դետալները արդեն ձևելու ենք ներքևի հատվածից։ Բնականաբար առանց այս գրպանացուների, որտեղ այս գրպանացուները ջինսի դեպքում ձևվում են բամբակյա կտորից առանձին, միայն այս դետալները եւ գոտին ենք ձևելու հիմնական կտորից։ Այսպիսով 1.70 լայնքով կտեղադրվի բոյով տաբատը կտեղադրվի մինչև նույնիսկ 52 ռազմերը, իսկ 1.50 լայնքով մինչև 48-50 48-ը խցկեք, էլի չի տեղադրվի, պետք է կարաբաժները շատ քիչ թողնեք, այսպես հազիվ խցկած, բայց ամենա նորմալը տաբատի դեպքում տեղադրվում է 1.5 լայնքը մինչև 48 ռազմերը։ Մնացած դեպքում, որ ասում ենք 2 բոյ, ի նկատի ունենք բոյ, այսի, իսկ մի հատ տաբատի երկարություն գումարած եւս այդպիսի երկարություն ներքևի հատվածում։ Այստեղ չկան կարաբաժներ, ներքևը հաշվի ենք առնում, թե որքան ենք թողնում, այստեղ +3 եւ վերևը +1 օրինակի համար, բոլոր այս դետալները արդեն, այստեղ կտորի ծախսը շատ է, տեղադրվում են հանգիստ այս վերևի հատվածում, ու խնայում են կտոր, որտեղ այստեղից դուրս կգա ժիլետ կամ ինչ-որ մի բան կողքից։ Եվ կստացվի, որ 50 ռազմերից բարձր արդեն դուք գնելու եք 2 բոյ։ Մինչև 48, այսինքն հենց ներառյալ 48-ը բավարար է տաբատի երկարություն գումարած մեր բոլոր դետալների ուղղությունները։ Հիմա ասեմ դետալները։ Կոնկրետ այս տաբատի, քանի որ ջինս է, հետևի մասում կա կցակտոր։ Կցակտորը դա կակետ կանեմ եւ այն եւ մյուս բառը հայերեն կարող ենք ասել, այսինքն դա թարգմանվում է կամ բառացի կակետկա կամ կցակտոր։ Կցակտորը լավ կլինի ձևենք հենց այսպես, այսինքն վերևից, որովհետեւ համարյա թե լավ կլինի, որ իր շարունակություն լինի, չխախտենք։ Իմ տաբատը օրինակ լայն է լինելու, դրա համար ես այստեղ ոչինչ չեմ կարող տեղադրել, այս հատվածում կարող է ինչ-որ մի բան տեղադրվի եւ այս կողքերում այստեղ կարող եմ ինչ-որ մի բան տեղադրել, դուք հիմա չեք տեսնում։ Ահա այսպես անեմ։ Հենքի թելի ուղղություն, սա գունաշերտ կտոր է, գունաշերտ կտորը նկատի ունենք մեր տաբատի գրպանացուի, տոպրակացուն է սա, այն երկու դետալից է, այս որ մուտքը մտնում ենք, սա պատզորն է ռուսերեն, հայերեն գունաշերտ կտորը ձևում են հիմնական կտորից եւ մշակում են աստարացուի, այսինքն մեր տոպրակացուի այս եզրի, այս մուտքի հատվածը։ Եթե մենք ամբողջ այս դետալը ձևենք տաբատի կտորից հաստ կստացվի, դրա համար այստեղ այս կտորը կարում են վրայից
Մշակում են սա, եթե բարակ կտոր է, կարելի է նաև կարով փակել կամ այստեղ կարաբաժինը թողնել եւ ուղղակի կարել, այսինքն չանել ընդհանուր։ Եթե սա բարակ է, սա ոչինչ, ջինսը օրինակ այստեղ հաստե, ապա խորհուրդ է տրվում ահա այսպես։ Ուղղակի պաշտպանել կտորը մաշվածությունից, այստեղ գունաշերտ կտորի ֆունկցիաներից մեկը դա է։ Երկրորդ դետալը, որ մենք պետք է ձևենք գրպանից, դա շերտակտորն է, այսինքն ապտաչկան ձևում են նրա համար, որպեսզի մշակեն գրպանի մուտքի եզրը, որ չդեֆորմանա, որովհետև մենք չենք կարող այն միանգամից կարել մեր տաբատի կտորին, այն ուղղակի կդեֆորմանա հետագայում, որ ավելի դիմացկուն լինի։ Ուրեմն մենք այստեղից հիմնական ունենք ձևելու եւս այսպիսի դետալներ գրպանացուի համար, պահպանելով հենքի թելի ուղղությունը կարող եմ այստեղ տեղադրել, սա կարող ենք չպահպանել, բայց լավ կլինի, որ շատ ձգվող հատված չընկնի, կարող ենք այստեղ դնել, օրինակի համար։ Այստեղ չեմ կարող, որովհետև կողքի կարը իմ մոտ լայն է։ Այս երկու դետալը ձևում ենք ուրիշ կտորից բիազից հիմնականում։ Ես ունեմ նաև վրադիր գրպան, վրադիր գրպանը իմ մոտ ահա այսպիսին է, կարաբաժիններ չկա, այստեղ չեմ կարող, ուրեմն պետք է ներքևի մասում։ Երկու հատ այսպիսի կտոր պետք է ես ծալքով ձևեմ, ստացվում է ես կարող եմ ձևել երկու տարբերակով, որտեղ մեջքի մասով միջին գծում կա կար եւ չկա կար։ Սա գոտի է իմ մոտ արդեն մոդելավորած։ Մոդելավորումը ինչպիսին է, օրինակ, ինքը պետք է լիներ գոտին ուղիղ, որտեղ ես տեղադրել եմ իմ գոտկատեղի շրջագիծը, ավելի ճիշտ, եւ կարող է հարթուկով եզրը այսպիսի ֆորմա ստանալ, բայց ես նախընտրում եմ այս կտորի դեպքում այդ ֆորման արդեն ստանալ մոդելավորմամբ, այսինքն այստեղ է ներքևի մասը իմ գոտու շրջագիծն է, այնպես ինչպես որին վրա լավ է, բարձրանալով դեպի վերև 5 սանտիմետր լայնությունը, բարձրանալով դեպի վերև ես մի փոքր կտրտել եւ իրար վրա եմ տվել, ահա այսպես դետալները, դա ամեն մի 5 սանտիմետրի վրա, մի փոքր, մի քանի միլիմետր այսպես իրար վրա է, դա ոնց որ ես հարթուկելու ֆունկցիան եմ արդեն կատարել, որ չտանջեմ այս կտորը, չհարթուկեմ, ինքը շատ կոշտ կտոր է, դժվար կլինի իրան նստացնել, սիրուն ֆորմա տալ, դրա համար ես արդեն գոտին ձևավորել եմ, գոտու վրա կա նաև կոճկման տեղամաս, կոճկելու տեղը, որ իր վրա է գալիս, դրա համար մի կողմից լինելու է կոճկման տեղը, մյուս կողմից լինելու է ընդհանրապես կարը, որ պետք է մշակվի, ոչ մի դետալ իմ մոտ կարաբաժները ավելացրած չեն։ Հիմա տեղադրեմ, այստեղ տեղադրելու երկու տարբերակ կա։ Իստամ այս ներքևի հատվածը, երբ որ մեջքի այս միջին գծում չկա կար։ Եվ ես կարող եմ այսպես ամբողջական տեղադրել դետալը ներքևի հատվածում ահա այսպես պետք է ձևեմ այսպիսի երկու դետալ։ Եթե երկու դետալ այսպես ձևեմ, ուրեմն ես պետք է ունենամ մոտավորապես մի հատ ահա այսպես, այստեղ չեմ կարող, չմոռանանք ուղղակի դա, որտեղ եթե լայն տաբատ է, ես այստեղ գիծ եմ գծելու, հիմա ես չունեմ այդ գիծը վիզուալ չեմ տեսնում։ Ես մոտավորապես ահա այսքան չեմ կարող գծել, հաշվի եմ առնում նաև այստեղի կարաբաժինը, ուրեմն տեղադրում ենք, որպեսզի ռեալ պատկերացնենք։ Մի հատ սա մոտավորապես ստացվում է 24-25 սանտիմետր ու մի հատ էլ պետք է լինի այստեղ նույն չափի, որտեղ երկու դետալ ունեմ այս սրանից։ Եթե դուք չեք ուզում ձեր կտորը ուզում եք խնայեք գումար, ապա մյուս ճանապարհով ուղղակի ձևում եք ուղիղ սովորական, արդեն գումարվում է գոտու չափը, երկու անգամ այսինքն այստեղ 5 ուրեմն 10-12 կարաբաժիններով։ Եվ արդեն այդ չափը ուղիղ, մնացածը հարթուկի գործն է, հարթուկով նստացնում եք։ Այդ դեպքում ձեզ ոչ մի այդպիսի ծախս պետք չի, դուք կարող եք միանգամից ձևել։ Եվ երկրորդ տարբերակը, երբ որ մեր այս գոտին է, կարով արդեն մենք կարող ենք երկու հատ ահա այսպես իրար հետևից դնել, այդ դեպքում երկուսն էլ կարգ ունենան այս հատվածներում։ Ընտրությունը ձերն է, կտորի ծախսը այստեղ ուղղակի մի 24 սանտիմետր ավել է մյուսից։ Ուրեմն դետալները տեղադրվում են ահա այսպես, կարաբաժինները հաշվի ենք առնում, իմ կտորը 1.70 է բավարարում է, եթե 1.70 չլիներ, լիներ 1.50, ապա ես կունենայի 75, ես հեսա ցույց տամ դա մոտավորապես
Ահա այսպիսի լավ իրար մոտ բաներ ստացվելու, հազիվ կարաբաժիներով դուրս էր գալու, այստեղ ես արդեն հազիվ կտեղավորվեի, հնարավոր է սա չկարողանայի տեղավորել և կտեղավորվեր արդեն այս ներքևի հատվածում, արդեն ահա այսպես կտեղավորվեր, մի փոքր այս կարգի։ Վերջնական իմ կտորի ծախսը, սա ամենաճիշտ տարբերակն է, երբ որ լեկալները դրվում է, սա կոչվում է ռասկլադ լեկալը, այսինքն տեղադրվում է լեկալները եւ ռեալ չափվում է, որքան սանտիմետր է մեզ հարկավոր կտոր լավ կարելու համար, էլ այսինքն ուշ չխցկեք, ձեր ուզած սևը ստանաք, կարաբաժիները ոնց որ պետքն է, ինձ կոնկրետ հարկավոր կլիներ 1.50 m կտորի երկարություն, 1.50 m, 50 ռազմերից հետո, եթե լայնքը 1.5 m է, ուրեմն 2 բոյ, այս ամեն ինչը կողքը տեղավորվում է, այնպես որ խնդիր չի առաջանա։ Ուզում եմ մեկ անգամ եւս ասեմ կտորների դետալների անվանումները, կակետ կա կցակտոր, պատզոր գունաշարժ կտոր, накладной карман վրադիր կրպան, ապտաչկա շերտակտոր, գոտի պոյաս։ Կարմանների դետալները, սրանք տոպրակացու, գրպանացու, երկու տարբերակն էլ ճիշտ է։